Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք հավի միսը եւ կարտոֆիլը ջեռոցում, այս տարբերակով ուղակի հիանալի է ստացվում, դե ինչ սկսենք համեմելը, այստեղ ունեմ 8 կտոր միջին չափի հավի ազդրամիս, 1 մեծ գլուխ սոխը կտրտել եմ, ցանկալի է սոխը բարակ չկտրտել, ավելացնում ենք 4 պաճ սխտոր, մանր կտրտած, 1 թեյի գթալ աղ, հիմա էլ կես թեյի գթալ աղել եմ ավելացնում, 1 թեյի գթալ սև պղպեղ և 1 թեյի գթալ կարմիր պղպեղ, եթե շատ կծու եք ուզում լինի, կարող եք շատ կծու պղպեղ ավելացնել և ավելացնում ենք 2 ճաշի գթալ բուսայուղ, հիմա այս բոլորը մի լավ խառնելու ենք, ես աշխատում եմ այսպիսի զիպ պարկի մեջ տեղավորել, որպեսզի խառնելը ավելի հեշտությամբ լինի, կարող եք ուղղակի ձեր նախընտրած տարայի մեջ դնել և բոլորը խառնել, հիմա այսպես խառնելու ենք այնքան, մինչև որ բոլոր համեմունքները մի լավ խառնված լինեն, այնուհետև տեղափոխելու եմ սառնարան մի քանի ժամով, եթե նույն օրը չհասցնեք պատրաստել, կարող եք նաև 1 օր հետո պատրաստել, այսպես համեմված միսը կարող եք 1 օր պահել սառնարանում, հիմա այս տարայի մեջ կտեղափոխենք միսը, ես մի քանի ժամ թողել եմ սառնարանում, արդեն իսկ մի լավ համեմվել է և պետք է տեղափոխենք ջեռոց, եփելու ենք 200 ցելսիուս աստիճանում 1 ժամ, սիրելիներս ջեռոցները տարբեր են, անպայման ընթացքում ստուգեք եփվածությունը, հիմա համեմելու ենք կարտոֆիլը, կարտոֆիլը լվացել եմ, կեղևը չեմ հանել, կեղևով է, ահա այսպես կտրտել եմ, հիմա կանցնենք համեմունքներին, ավելացնում եմ աղ, ձեր քիմքին ինչքան հաճելի է աղը, այնքան ավելացրեք, ավելացնում եմ սև պղպեղը նույնպես այնքան ավելացրեք, ինչքան դուք եք ցանկանում, ավելացնում ենք կարմիր պղպեղ, ես սիրում եմ, որ մի փոքր առատ եմ ավելացնում կարմիր պղպեղը և նաև ավելացնում ենք բուսայուղ, բուսայուղը կարելի է ասել 2 ճաշի գթալ և հիմա բոլորը մի լավ խառնում ենք, իդեպ պետք է նախապես միսը դնենք ջեռոց, այդ ընթացքում այսպես կկտրտենք, կհամեմենք, հետո նոր կդնենք կարտոֆիլը ջեռոց, որպեսզի միսը ավելի ուշ է եփվում, հենց դա է պատճառը, սկզբում միսն ենք դնում, հետո նոր կարտոֆիլը, ընթացքում անպայման ստուգում ենք ջեռոցը և տեսնում, եթե միսը արդեն իսկ եփվել է, ուրեմն հանում ենք, ահա այսպես գեղեցիկ ու շատ համեղ տեսք ունի միսը, այնքան փափուկ է, որ նույնիսկ պատառաքաղով կտրվում է, իսկ կարտոֆիլը խրթխրթան է դրսից, իսկ ներսից շատ փափուկ, սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին և մեկնաբանություններում գրել ձեր կարծիքը, շնորհակալություն յուրաքանչյուր մեկնաբանության և դիտման համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։